Այս տեղերը Հայաստանում չունեն օրինական գրանցում։ Դրանք նշանակվում են քաղցկեղի, շաքարային դիաբետի, հորմոնալ խանգարումների եւ այլ խնդիրների ժամանակ։ Մենք այս տեղերը ձեռք ենք բերել դեղատնային ցանցերից մեկի Երևանում եւ մարզերում գործող մասնաճյուղերից։ Բայց ըստ օրենքի այս տուփերը նույնիսկ չպետք է հայտնվեին Հայաստանում։ Այս ո՞ր երկրինն է։ Գերմանական է։ Այս տեղերը հաճախ նշանակվում են հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։ Պատճառը դրանց բարձր արդյունավետությունն է։ Հիվանդները կամ նրանց հարազատները այս տեղերը ստիպված են լինում ձեռք բերել սև շուկայից։ Այդ սև շուկան հաճախ կարող է լինել ձեր բակի դեղատունը։ Այս տեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը պետական ոչ մի կառույց չի ստուգել։ Նախորդ տարի հետքը անդրադարձել էր այս թեմային։ Հղումը կարող եք գտնել այստեղ։ Հիմա ավելի քան 1 տարի անց պետական մարմիններին նոր հարցեր ունենք։ Բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին, իսկ մենք սկսում ենք մեր պատմությունը։ Տեղերի գրանցման գործընթացը ժամանակատար ու թանկարժեք գործ է։ Վաճառքի ծավալներն էլ մեծ երկրների համեմատ փոքր են։ Ու հենց այդ պատճառով համաշխարհային դեղագործական ընկերությունները որոշ դեղերի մասով Հայաստանը չեն դիտարկում որպես արտահանման շուկա։ Բայց մի քանի զանգ կատարելու դեպքում ուզածդ դեղը հաստատ կարող ես գտնել։ Ներողություն, լապատինիվ ունեք։ Մեկ պացիենտ ունեմ։ Բունկուր ունեք, բունկուր։ Այո, ունեմ։ Ունեք։ Դուք Օզեմպիկը ստացաք։ Չնայած դեղատոմսում եք, վերցրել եք էլի մեզնից։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 3661 անվանում դեղ։ Մեր դեղագործական շուկան բավականին փոքր է եւ մենք ունենք այո խնդիրներ դեղերի գրանցման հետ, քանի որ դեղը գրանցողը կամ դեղի իրավատերն է կամ արտադրողը։ Դրանով պայմանավորված դեղերի գրանցումները շատ հաճախ ավարտվում են կամ ուղղակի, քանի մեր շուկայի փոքր ծավալից ելնելով հետաքրություն չեն առաջացնում այս կամ այն արտադրողի մոտ։ Մերժումների մասով, եթե կա բացասական եզրակացություն 180 օրվա ընթացքում, եթե այդ խնդիրները չեն շտկվել, վերջնական փուլում մերժվում է հիմք ընդունելով օրենսդրական պահանջները։ Մենք օրենսդրական փոփոխություն ենք արել վերջերս նաև եւ հիմնական դեղերի ցանկ ունենք, որտեղ ընդգրկված են այն դեղերը, որոնք կենսական կարևոր են մարդու առողջությունը պահպանելու եւ բնակչության առողջական խնդիրները լուծելու համար։ Այդտեղ նաև ընդգրկվել են չգրանցված դեղեր, որոնք կենսականորեն անհրաժեշտ են մեր բնակչության առողջությունը պահպանելու համար եւ այս պահի դրությամբ թույլատրվում է նախարարի հրամանով, եթե դեղը ընդգրկված է կամ դեղաչափը դեղի ընդգրկված է այս հիմնական դեղերի ցանկում, չգրանցված դեղերը ներմուծվում են Հայաստանի Հանրապետությունում անցնելով համապատասխան փաստաթղթային ուսումնասիրություններ, օրենսդրական հիմքով բոլոր չգրանցված դեղերը չեն կարող մեր երկիր եւ ներմուծվել եւ նաեւ ձեռք բերվել, դրանք պետք է լինեն միջազգային անդամ երկրներում արտադրված եւ գրանցված եւ ԵԱՏՄ երկրներում գրանցված։ Հարցազրույցից հետո նաև առողջապահության նախարարություն ենք ուղարկել այն բոլոր դեղերի տվյալները, որոնք ձեռք ենք բերել հետաքննության համար։ Հատկանշական է, որ այս ցանցը վաճառում է նաև չգրանցված այնպիսի դեղեր, որոնց փոխարինողները կամ նույնանուն այլ երկրի արտադրանքները գրանցված են՝ ալախոլ, բարալգին, սմեկտա։ Նախարարությանը հարցրել ենք. Արդյոք ընկերությունը արտոնյալ կարգով հնարավորություն է ստացել ներմուծել մեր կողմից ձեռք բերված չգրանցված դեղերը։ Գրանցում չունեցող 13 դեղերից միայն մեկի՝ իտալական տեգրետոլի դեպքում էր նախարարությունը արտոնյալ կարգով թույլատրել դեղի ներմուծումը։ Այս դեղը էպիլեպսիայի բուժման համար է, բայց նաև կիրառվում է շիզոֆրենիայի եւ նեյրոպաթիկ խանգարումների բուժման ժամանակ։ Այսինքն այս դեղը կրկին անցնում է պետական փորձաքննություն, բայց չի ստանում պետական գրանցում։ Ուրիշ որևէ մեկը այդ փուլում չի կարող ներմուծել տվյալ ընկերությունից բացի։ Մյուսների դեպքում թույլատվական փաստաթղթերի բաժին հայտ չի ներկայացվել, իսկ մեկի Պիմաֆուցինի դեպքում հայտը մերժվել է։ Չնայած որ նախարարությունը մի դեպքում մերժել է, իսկ մնացած 11 դեղերի վերաբերյալ էլ արտոնյալ կարգով ներմուծման հայտ չի ստացել, դեղերը ազատ վաճառվում են դեղատներում։ Հայաստանում դեղերի գրանցումն իրականացնում է առողջապահության նախարարությունը։ Գրանցման համար այն լաբորատոր փորձաքննություն է անցնում դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։ Այստեղ է որոշվում դեղի բաղադրությունը համապատասխանում է ստանդարտներին թե ոչ, եւ այն կարող է Հայաստանում գրանցվել ու վաճառվել։ Սա հեշտ գործընթաց չէ, տևում է առնվազն կես տարի։ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հանդիսանում է փորձաքննություններ իրականացնող մարմին եւ մեր խնդիրն է իրականացնել
գրանցման, ներմուծման նպատակով դեղերի փորձաքննություն եւ լիազոր մարմնի կողմից եւ կենտրոնի կողմից իրականացվում են բոլոր հնարավոր աշխատանքները, որպեսզի նպաստենք դեղաշուկայում դեղերի գրանցման աճին։ Ակնկալում ենք, որ կունենան գրանցվող դեղերի թվի աճ, քանի որ դեղերի թվի աճը դեղաշուկան համապատասխան դեղերով ապահովելը բխում է երկրի շահերից եւ այս մասով եւ լիազոր մարմինը եւ կենտրոնը ամենօրյա աշխատանքային ռեժիմով աշխատանքներ են իրականացնում եւ հայտատուների հետ եւ դեղագործական ընկերությունների։ Չգրանցված դեղերը դուրս են մնում այս շղթայից եւ ոչ ոք չի կարող ասել, թե դրանք ինչ բաղադրություն ունեն։ Լսած կլինեք, դեղը խմեցինք, օգուտ չտվեց։ Դեղահաբի փոխարեն սովորական կավիճ էր։ Կամ սրվակի մեջ հասարակ ֆիզլուծույթ։ Մեր նախորդ հետաքննության ընթացքում բժիշկ Լևոն Բադալյանը շատ պարզ դա ցույց էր տալիս։ Թվում է թե լրիվ նույնն է։ Չափը, ձևը, վրի գրածը, բայց էլի նույնն է, մեկը նույն անալոգ է, մեկը կեղծ է, մեկը չէ։ Եթե մի քիչ թափ ես տալի, պետք է բավականին լավ փրփուր լինի։ Եվ եթե մեջը ջուր է լցրած, բացարձակ փրփուր չի տալի, եթե թորած ջուր է, բայց երբեմն մեջը լցնում են ֆիզլուծույթ, աղաջուր։ Այդ աղաջուրը մի թեթև փրփուր է տալի։ Այսինքն նույնիսկ փրփուրի աստիճանից մենք կարող ենք հասկանանք դա է թե չէ։ Դեղերի վաճառքը վերահսկում է կառավարությանն առընթեր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Նախորդ տարի տեսչական մարմինը 199 դեղ վաճառողի կամ ներմուծողի էր ստուգել։ Տեսչական մարմնի ղեկավարը ասուլիսի ընթացքում խոստովանել էր, որ ձեռնարկվածը առավելագույնն է, որ կարողացել են անել։ 2024 թվականին տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարների հիման վրա 199 տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել են ստուգումներ դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության նկատմամբ, մանրածախ եւ մեծածախ եւ ինչպես նաեւ դեղերի արտադրության ոլորտում։ Գրանցված դեղերի եւ օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի վարչական պատասխանատվության տուգանքների չափերը բավականին մեծ են։ Իսկ չեք կարծում, որ տնտեսվարողների համար ավելի հեշտ է այդ տուգանքը վճարել ու ելի շարունակել չգրանցված դեղեր վաճառել, այսինքն վերահսկողական մեխանիզմները բավարար են, որ իրենք ոչ թե ուղղակի տուգանքը վճարեն ու հաջորդ անգամ ելի ինչ-որ ճանապարհով բերեն, այլ ուղղակի դադարեցնեն։ Այդ տեսչական մարմինը ստուգումների արդյունքում, եթե հայտնաբերում է չգրանցված դեղեր կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր, տալիս է պարտադիր կատարման հանձնարարականներ կարգադրագրեր տվյալ դեղերի խմբականակը ոչնչացնելու մասով եւ հետեւողական է լինում կարգադրագրերի կատարման հետ կապված հարցերում։ Արդեն կազմված համապատասխան ստուգման ցանկը առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքում արդեն դեկտեմբերի 1-ին լինում է եւ բոլոր տնտեսվարողները կարող են տեսնել հաջորդ տարվա ստուգումների ցանկում իրենք առկա են թե ոչ։ Ձեռք ենք բերել շատ չգրանցված դեղեր։ Բոլորի դեպքում էլ կա ՀԴՄ կտրոն, այսինքն իրենք նույնիսկ հարկային դաշտում այդ ամեն ինչը չեն թաքցնում։ Հա, այս բարալգինը ընդհանրապես գրանցված է որպես վիտամին։ Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում եթե մենք ունենում ենք դիմում բողոքներ կամ պլանային ստուգումների արդյունքում կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ տեսչական մարմնում որևէ տեղեկատվություն է մուտք լինում, ապա մենք օրենքով սահմանված կարգով իրական հարուցվում են վարչական վարույթներ տեսչական մարմնում եւ վարչական վարույթների արդյունքում ընթացքում իրականացում են զննումներ կոնկրետ այդ կազմակերպություններում, որտեղից որ արձանագրվում են կամ չեն արձանագրվում մեր տեսուչները փորձագետներ չեն, դեղերը ուղարկվում են փորձագիտական կենտրոն, ապա նախարարությունից մենք ստանում ենք համապատասխան գրություն, պատասխան, որ դեղը կարող է օրենքի խախտմամբ ներմուծված լինել, այսինքն փորձաքննված չլիներ։ Ստացվում է այնպես, որ նույնիսկ տուգանվելու դեպքում դեղատունը չի զրկվում այս կամ այն չգրանցված դեղը վաճառելու հնարավորությունից։ Մուծում են տուգանքները, ոչնչացնում են խմբականակը ու շարունակում են աշխատել, վստահ լինելով, որ եթե բողոք չլինի, առնվազն 1 տարի տեսչականը նրանց չի ստուգելու։ Չգրանցված դեղերի դեպքում վաճառողները գերշահույթ են ստանում եւ անգամ 1 միլիոն դրամ տուգանքը չի խոչընդոտում նրանց շարունակել իրենց բիզնեսը։ Հարցազրույցից հետո տեսչական մարմնին հարցում ենք ուղարկել, նշել ենք ձեռք բերված դեղերի անունները, դեղատների հասցեները, դեղերի սերիաները,
Տրամադրել ենք նաև ձեռքբերման կտրոնները։ Տեսչական մարմինը խնդրել էր փոխանցել դեղերը փորձագիտական կենտրոնում լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար։ Կարճ ժամանակ անց միջանկյալ գրությամբ պատասխանել են, որ այս դեպքով վարչական վարույթ է նախաձեռնվել։ Մենք միտում չունենք թիրախավորելու դեղատները։ Ուղղակի ուզում ենք հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ չգրանցված դեղերը ազատ վաճառվում են դեղատներում։ Շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված Forxiga դեղամիջոցի վրա կա բեկի դրոշմապիտակը։ Այսինքն ստացվում է, որ մենք սրա համար վճարել ենք հարկ։ Այն գնել ենք 26000 դրամով, որից 4333 դրամը հարկ ենք վճարել։ Առողջապահության նախարարությունը կամ տեսչական մարմինը հսկիչ գնում կամ ստուգում իրականացնելու փոխարեն բեկից կարող էին ստանալ այս տեղեկատվությունը հարցմամբ ու գոնե մասամբ վերահսկել շուկան։ Ներմուծման փաստն ինքնին ապացուցում է, որ ՊԵԿ-ը տեղյակ չէ, որ այս դեղամիջոցը գրանցված չէ Հայաստանում եւ թույլատրում է դրանց ներմուծումը։ Այս բոլոր հարցերը ուղղել ենք նաեւ Պետեկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ին հասցեագրված նամակում խնդրել ենք իրականացնել համապատասխան վարչարարություն եւ պարզել մասնավորապես սույն գրությունում նշված դեղերի իրացման ժամանակ ՀԴՄ տրամադրման կանոնների խախտման դեպքերը, հատկապես առանց ձեռքբերման փաստաթղթերի առկայության ՀԴՄ կտրոնների տրամադրման փաստերը։ Պարզել վերը նշված դեղերի մի մասի վրա դրոշմապիտակների բացակայության հանգամանքները, իսկ մյուս մասի համար, որոնց վրա դրոշմապիտակներն առկա են, դրանց առկայության օրինականությունը։ ՊԵԿ-ը նույնպես միջանկյալ գրություն է ուղարկել, որով հայտնել է, որ կիրականացնեն թեմատիկ հարկային ստուգում եւ տեղյակ կպահեն արդյունքների մասին, թե ինչ ժամկետում չեն նշել։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ չնայած ստուգումներին ու տուգանքներին, որոշ դեղատներ շարունակում են վաճառել չգրանցված դեղեր։ Պետական կառույցները, Առողջապահության նախարարությունը, Տեսչական մարմինը, Պետեկամուտների կոմիտեն այս ոլորտը վերահսկելիս բավարար չափով չեն համագործակցում։ Վերահսկողության մեխանիզմները թույլ են ու ոչ բավարար։ Կրկին հարց է առաջանում, ինչպես պահպանել անհրաժեշտ դեղերի հասանելիությունը, բայց միևնույն ժամանակ չվնասել ամենակարևորը՝ քո եւ հարազատիդ առողջությունը։ Հետևեք ու բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին, բաց չթողնելու համար մեր հետագա հրապարակումները։